Բարև, սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում այսօր Լիլիթ Դուդղալյանն է, և մենք խոսելու ենք դարձյալ ամեն ինչի մասին, և մենք հիմնականում փորձելու ենք պատասխանել նույն հարցին, ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, որովհետև հիշեցնում եմ, սա ձեր հենման կետն է։ Տիկին Դուդղալյան, սկսենք մթնոլորտից, ձեր գնահատականով ինչ է կատարվում հայաստանյան, այսպես ասած, ներքաղաքական դաշտում, հատկապես նկատի ունենալով այն տեղեկատվությունները, որ վերջերս տարածվում են, թե ընտրակաշառք բաժանելու, թե տարատեսակ անձանց ձերբակալելու, այս ամեն ինչից մենք ինչ եզրակացության պետք է գանք։ Ես կարծում եմ, որ դա նախ եւ առաջ մեծ լարվածության ցուցանիշներ են։ Նման իրադարձություններ ծավալվում են, երբ որ կա անվստահություն, երբ որ կան շահերի բախումներ, երբ որ կա անորոշություն եւ քաղաքական դաշտում փաստորեն ուժերը փորձում են դրսևորվել եւ ինքնահաստատվել այս կամ այն ձևով։ Ոմանք համարում են, որ ուղիներից մեկը ընտրակաշառքն է։ Ի վերջո ինչ է պետք ընտրողին, միշտ կարելի է կաշառել, կգնա կընտրի, հետո կերևա։ Ոմանք կարծում են, որ կարելի է ճնշել, կարելի է վախեցնել, կարելի է փոխել ընթացքը իրերի կամ ընտրության այս դեպքում։ Ես սա համարում եմ տարբեր մակարդակների, տարբեր խավերի, տարբեր ներկայացուցիչների, եթե կուզեք, տարբեր բնավորությունների, տարբեր կրթական մակարդակի, տարբեր ծագման, այսպես արտահայտումներ։ Իհարկե մթնոլորտը լավը չի։ Շատ կուզենայինք բոլորս, որ լիներ ավելի սթափ, բովանդակային քննարկումների մտնոլորտ։ Այո, բոլորս գիտակցեինք ուր ենք գնում, ինչի ենք գնում, ոնց ենք գնում, եւ այդ ամենը ծավալվեր քաղաքական դաշտում, առանց անձնական վիրավորանքների, առանց իջնելու այդ մակարդակին, որ հանկարծ բացահայտվում է, որ հսկայական փողեր են մտնում երկիր, որոնց ծագումը պարզ չէ, դա օրինակ ինձ շատ է մտահոգում։ Չմոռանանք, որ աշխարհում կա նաև փողերի լվացում հասկացողությունը, եւ շատ հաճախ այդ փողերի լվացումը իրականացվում է ահաբեկչական կազմակերպությունների համար, ոչ թե պարզապես ճամպրուկներով փող տանել բերել, այլ դա ունի որոշակի նպատակ։ Հիմա կարող ենք ասել, որ այս պարագայում նպատակը մեր ընտրողին կաշառելն է, բայց ես կարող եմ դրա ետևում տեսնել նաև այլ նպատակներ։ Սա եւս լարում է իրավիճակը, որտեղ վերջի բանը, որ մեզ պետք է, դա ընտրություններից։ Այս պարագայում թերևս ուղիղ նպատակ ընտրողին կաշառումն է, որովհետև ակնհայտ է, որ այդ բոլոր գումարները մեկ եւ լավ հայտնի երկրից են գալիս, կամ մեկ եւ լավ հայտնի երկրին կապակցված երկրներից։ Դա արդեն մեր թե հակակոռուպցիոն կոմիտեն, թե քննչական մարմինները պարզել են եւ ավելին հրապարակվել են նաեւ ձայնագրություններ։ Ակնհայտ է դառնում նաեւ մեկ այլ իրողություն, եթե ձեր ասածին ինձ թույլ տամ հավելել։ Դե ֆակտո Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական պատժամիջոցներ Հայաստանի Հանրապետության դեմ չի կարողանում կամ չի ցանկանում դեռ կիրառել, որովհետև դա որքան Հայաստանի նույնքան իրեն է հարվածելու։ Լարսը փակեց նաև ինքն է տուժելու, գազի գինը բարձրացրեց կամ գազը փակեց, փոխելու են գազի մատակարարին, թե ինչ վիճակում է Գազպրոմը, բոլորս շատ լավ գիտենք, այսինքն այդ ամեն ինչը արդեն կրակած փամփուշտի տպավորություն է թողնում, եւ Կրեմլում թերևս ընտրվել է լավագույն իրենց գնահատականով լավագույն տարբերակը։ Այս հայերը կապույտ եզրաշերտերով ափսեի վրա դրած իրենց երկիրը կբերեն ու կհանձնեն մեզ ու կասեն կերեք, ինչ է եղել, մինչև հիմա ինչպես կերել եք, շարունակեք նույն ոգով։ Արդյոք դրա վրա է խաղը եւ արդյոք այն շատ ուժեղ կուսակցությունները, թե ընտրակաշառքի դրվագներով, որոնք դեռ ուսումնասիրվում են, որևէ մեկի անմեղության կանխաբարկածը ես չեմ ուզում հետքել կամ քննարկման առարկա դարձնել, բայց ակնհայտ է նաև երրորդ իրողություն, այդ շատ ուժեղները իրենց թիրախում ընտրել են հասարակության ամենաթերևս անպաշտպան հատվածին, կանանց, ինչու բազմազավակ մայրերին, ինչու կանանց, որովհետև ունեն, ասենք, իրենց նույնքան վարձավճարված, ինչպես իրենք են,
նույնքան վարձավճարված լրատվամիջոցներ, որոնք դեռ նույնիսկ այդ անձին չեն ձերբակալվում, համատարած աղմուկ են բարձրացնում, ինչպես կարելի է ձերբակալել 3 երեխաների մորը կամ չգիտեմ դեռ կերակրող մորը եւ այլն եւ այլն եւ այլն, իսկ այդ ինչպես է 3 երեխաների մայրը, նոր ծննդաբերած մայրը իր երեխային թողնում այնպես բախտիկ մահաճույքին Զբաղվում քաղաքականությամբ ու գնում նման գործընթացների, այսպես մնում է կադրից դուրս, կարծեք դա 25-րդ կադրն է։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, արդյոք այդ շատ ուժեղները դրանով ի ցույց չեն դնում, որ ամբողջ կուսակցական դաշտում իրենք ամենաթույլ օղակն են, ամենաթույլ օղակը այն առումով, որ իրենք առաջինը վաճառվեցին եւ առաջինն են փորձում լինել երկիրը վաճառողների իրենց շարքում։ Լիովին ձեզ հետ համաձայն եմ։ Սկսենք նրանից, որ անդադար ինքս ինքը ուժեղ կոչողը դրա մեջ խորը այսպես կոմպլեքսավորված ես անձամբ մատնում է իր բարդույթները, որովհետև անդադար խոսել ուժեղի մասին դա կներեք ուղղակի լուրջ չի, հատկապես քաղաքականության մեջ։ Վերջերս աղմուկ բարձրացավ, երբ ընտրորենքի մեջ փոփոխությունը ներմուծեցին, որ չլինեն հատուկ անուններ եւ այլն։ Եվ ես ակամա որոշեցի այլ երկրների ժողովրդավար քիչ թե շատ նորմալ ընթացակարգեր ունեցող երկրների կուսակցության անունները ուղղակի թերթել։ Ես դες ասեմ, որ չգտա ոչ մի լուրջ երկիր, որի որևէ քաղաքական կուսակցություն ունենա երկրի անվանումը, ունենա ինչ-որ պատմական աղերսներ այս կամ այն իրադարձությանը, կոչվում են ժողովրդավար, կոչվում են ազգայնական, կոչվում են լիբերալ, ըստ իրենց հոսանքների, ըստ այն հոսանքների, որոնց հարում են։ Այսինքն, երբ ծանոթանում ես կուսակցության անվան հետ, քիչ թե շատ պատկերացնում ես, թե այդ կուսակցության պլատֆորմը ինչ է, տեսլականը ինչ է, նպատակը ինչ է, գործողությունն ինչ է։ Բայց երբ անընդհատ կարդում ես ուժեղ Հայաստան, դու բացարձակ պատկերացում չունես նրանց քաղաքական առաքելության մասին։ Ինչ է նշանակում ուժեղ Հայաստան։ Դրա ետևում ինչ են տեսնում։ Ուժեղ Հայաստան Ռուսաստանի կազմում, ուժեղ Հայաստան ոչ անկախ, ուժեղ Հայաստան ինչով ուժեղ, տնտեսությամբ ուժեղ, այսինքն այդ ուժեղը ինչ է նշանակում։ Դա ինձ գցում է թյուրիմացության մեջ եւ ես շատ կուզենամ, որ մեր երկիրը եւս իր քաղաքական կուսակցությունների անվանումների մեջ ունենա գոնե ինչ-որ արձագանք, թե ինչի մասին է այդ կուսակցությունը։ Դա եւ ընտրողին կօգնի։ Դա մեկ, երկրորդը, եթե թույլ կտաք, արդեն մոտավորապես 2 ամիս է, անդադար ուժեղ Հայաստան կուսակցության կամ միավորման, ինչպես կուզեք, տարբեր ներկայացուցիչներ անընդհատ խոսում են այն մասին, որ Սամվել Կարապետյանը մեր հաջորդ վարչապետն է։ Հիմա ես դες հարց եմ տալիս։ Հակառակ նույնիսկ առողջ տրամաբանության, հակառակ մեր սահմանադրության օրենքների հարց եմ տալիս։ Արդյոք նրանք տեղյակ չեն սահմանադրությունից, թե արդյոք փորձում են մոլորեցնել մեր ընտրողին, հաշվի չառնելով, որ Սամվել Կարապետյան անունը չի հայտնվելու ցուցակներում։ Այսինքն անդադար 24 ժամ 7 օր անընդհատ ասել հաջորդ վարչապետ, դուք ինքներդ գիտեք, որ դա անհնարին է, ինչի եք ասում։ Չեն հասկանում ինչպես են իրենց վարկաբեկում։ Մարդիկ, որոնք ինչ-որ մի պահի կհավատան, ասենք, ընդունենք, որ սահմանադրությունից տեղյակ չեն։ Չեն գա ասի, բա ուր է Սամվել Կարապետյանի անունը մեր ցուցակում։ Չեն զարմանա մարդիկ։ Դուք ակամա ձեզ ստախոս եք հանում։ Ինչի եք ասում մի բան, ինչը հակասում է եւ տրամաբանությանը, եւ օրենքին։ Դա ձեր իրավունքն է, գովաբանեք ձեր առաջնորդին։ Ասեք, որ նա այն ուժն է, որը կանգնած է մեր եւ այլն, արդեն չեմ ուզում հուշել, բայց մի ասեք, որ նա հաջորդ վարչապետն է, դա նոնսենս է։ Եվ իրավական, եւ քաղաքական, եւ բոլոր առումներով։ Չգիտեմ, դա ինձ երևի բոլորից շատ է վրդովեցնում մի բան, որը բացահայտ սուտ է եւ կրկնվում է անդադար։ Այնց դա նշանակում է, որ իրենք ամենաթույլ օղակն են, որովհետև անգամ տրամաբանական հարցերին, դեռ մի կողմ եմ դնում քաղաքականը, մի կողմ եմ դնում իրավականը, մի կողմ եմ դնում օրենսդրությունը, մի կողմ եմ դնում սահմանադրությունը,
տրամաբանական հարցերի պատասխան չկա, եւ գուցե տրամաբանական հարցերի պատասխանների չգոյությունն է հենց մղում անverջ կրկնել ուժեղ, վարչապետ։ Ես մտածում եմ, որ իհարկե մեր գործը չի ուրիշի փողերը հաշվելու, բայց նման կարողության պարագայում կարելի է աշխարհի ամենալավ լոբիստներին եւ նախընտրական ընտրաշարների մասնագետներին բարձել, որոնք հաստատ կհուշեին, որ գիտես, մի բան որ չես անելու, նույնիսկ մոտիկ չես գալու, մի ասա, մի հիասթափեցրու ժողովուրդդ, արի ուրիշ բան մտածենք։ Չունեք, չգիտեմ, այսպեսի տարակույս ասեմ, եզրակացություն ասեմ, թե ինչ ասեմ, որ իրականում Սամվել Կարապետյանի ամենաուժեղ դաշինքը բացարձակապես մտադրություն չունի խորհրդարան մտնելով։ Ընդհանրապես, որովհետև իրենք ունեն կոնկրետ հանձնարարական, անգամ Կրեմլում ակնհայտ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում այդ խրամատում գտնվող որևէ ընդդիմադիր ուժ իշխանության չի գալու, բայց իրենց պետք է ասենք ինչ-որ պլատֆորմ, իրենց պետք է ինչ-որ հենարան, որպեսզի այն 5 տարի բոլորիս աչքի առաջ եղած գործունեությունը 2021-ից առ 2026, որ ծավալել է այդ խորհրդարանականները խորհրդարանում, ընդդիմադիր տիտղոսային ընդդիմությունը խորհրդարանում եւ արտախորհրդարանական ուժերը վերջին 1 տարում իդեմս Սամվել Կարապետյանի փորձում են ծավալել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը այստեղ ունենա անդադ երկիրը տեղապտույտի մեջ պահելու հնարավորություն, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը ունենա իշխանության վզից կախված կշռաքար, որովհետև վերջի առաջ այս ամեն ինչի նպատակը բացարձակապես Հայաստանի Հանրապետության հետ իրավահավասար հարաբերություններ ունենալը, բարեկամությունը, հայ ժողովրդի երջանկությունը, հայ ժողովրդի բարեկեցությունը, բարօրությունը, Զախարովայի ամբողջ բառապաշարը այսպես թույլ տվեք չմեջբերել, ընդամենը մեկն է, տրիպը չպիտի կառուցվի, որովհետև տրիպի պարագայում Հայաստանի Հանրապետությունը ստանում է անվտանգություն, նախ եւ առաջ։ Տրիպի պարագայում Հայաստանի Հանրապետությունը ստանում է տնտեսական ինքնուրույնություն, որը Ռուսաստանի Դաշնության ընդհանրապես մոնոպոլիաների մահն է Հայաստանի Հանրապետությունում։ Այս պարագայում Սամվել Կարապետյանը կլինի, Կարապետ Սամվելյանը կլինի, ով կլինի, Ռուսաստանի Դաշնությանը պետք է մի ուժ, որը դառնա իր համար կրկնում են պլացդարմ, որի վրա ինքը հենվելով կարողանա Հայաստանի Հանրապետությունում հավիտենական անկայունության, հավիտենական ոչ պատերազմ, ոչ խաղաղության կարգավիճակը պահել, որտեղ նաև պարզ է, որ Ադրբեջանին այլևս ռուսները որևէ կերպ չեն կարող ագրեսիայի մղել։ Չի գալու Ադրբեջանը, չի հարձակվելու Հայաստանի Հանրապետության վրա ունենալով հնարավոր պատժամիջոցների հեռանկարը, ունենալով իր տնտեսական շահը, քաղաքական շահը, քաղաքական կշիռը արևմուտքում չի անելու։ Իր շահերին հիմա դա դեմ է, բայց Ռուսաստանի Դաշնությունը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ինքը ունի Կրեմլի վկաների մի ամբողջ շարասյուն, որոնց միջոցով կարող է այդ պատերազմի տրիպը չեղարկելու, բոլոր պայմանագրերը չեղարկելու, խաղաղության համաձայնագիրը վերաբանակցելու, այդ բոլոր հայտարարություններով ի վերջո հասնել թե խաղաղություն պայմանագիր չկնքելուն, թե նաև եղած պայմանավորվածությունները սկսած Բրյուսելից վերջացրած Վաշինգտոն խաչ քաշելու։ Սա է Ռուսաստանի նպատակը։ Ռուսաստանում ասում եմ, հրաշալի հասկանում են, հիմա հեղաշրջում անել չեն կարողանալու, բայց տուրբուլենտությունը եւ երկիրը տեղապտույտի մեջ պահելը իրենց գեր խնդիրն է։ Ձեր կարծիքը խնդրում եմ։ Կներեք մի րոպե շեղվեմ, հետո վերադառնանք թեմային, եթե հիշում եք Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Պեսկովը շատ վրդովված ասաց, որ Ռուսաստանը խնդրում է, որ այլևս Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ռուսաստանի անունը չտրվի։ Հիշում եք այդ դրվածքը։ Եվ ամիջապես մտքովս անցավ, որ դա նոյեմբեր։ Ես հիշում եմ, թե Ադրբեջանը հետո ոնց Ռուսաստանին ակադարձեց։ Եվ ինձ հետաքրքիր է ուղղակի դա արդյոք ներառում է նոյեմբերի 9-ը, եթե չեք ուզում որ ձեր մասին խոսեք, եկեք նոյեմբերի 9-ն էլ
իսպար վերացնենք եւ դու շպրտենք օրակարգից, բայց հենց տեղը գաք, ասեն չէ, այդ չէ, բայց նոյեմբերի 9-ը մեջ, այսպես ասած։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ծրագրերին, մի քիչ Միքայել հետանենք գնանք նախ, աբսուրդ չթվա, բայց ինձ որոշ չափով ուրախացնում է նրանց նման վերաբերմունքը, ինչի, որտեղ ինչպես նշեցիք, ամեն ինչ կառուցվում է հազարամյակների ճակերտավոր բարեկամության վրա, մենք ձեզ, դուք առանց մեզ, մենք առանց ձեզ եւ հանկարծ պատժամիջոցներ։ Կներեք մեկը մեկին չի բռնում։ Ոչ մի բարեկամ ինչ որ մի սայթակման համար, ինչ որ մի կոշտ խոսքի համար եւ այլն չի անցնում պատժամիջոցների եւ այն հին ջերմուկի մեռած դեպքը նորից չի անում մեյդանու ձեզ դրանով ահաբեկում։ Դա բարեկամական վերաբերմունք չէ։ Դա ընկերների եւ գործընկերների վերաբերմունք չէ։ Այստեղ Ռուսաստան ողջ անել են դիմակները։ Բայց այստեղ ժողովրդին բան են անում, որ վերջերս օգնություն էին ուղարկել, մերոնք մի անգամ մերժեցին, երկրորդ անգամ ընդունեցին, ինչը ինձ ճիշտ ասած շատ տխրեցրեց Արցախի ժողովրդի համար, չեք հիշում։ Չէ, կարծում մերժել են։ Չէ, բառացիորեն մի 5-6 օր առաջ տեսա հեռուստացույցով մեծ խաբարով եկել է, արդեն ոչ թե բուն Ռուսաստանից, այլ Եվրասիա ինչ որ հիմնադրամից, չգիտեմ ինչպես ինչ որ մի բաներ անում են։ Եվ անդադար խոսել նրա մասին, որ դուք առանց մեզ կկոտորվեք, ես կլնեք, են կլնենք, այսինքն ժողովրդի մոտ, որը ամեն օր չի զբաղվում քաղաքականությամբ եւ ուղղակի հիշում է, որ Ռուսաստանը կարծես թե ժամանակին բարեկամ եւ դաշնակից է եղել, հանկարծ ոնց թե պատժամիջոց։ Ով է բարեկամի դեմ պատժամիջոցները։ Բայց նույնը ժողովրդի հիշի ինչ կատա, ինչ արեց Ռուսաստանը Արցախում։ Այդ իմաստով ես ասում եմ լավա թող անեն։ Թող մերոնք իմանան ում հետ գործ ունեն եւ պատրանքների մեջ չապրեն, չասեն առանց ռուսի չի լինի։ Կկոտորվենք, ռուսը մեզ կկոտորի։ Այսինքն պատժամիջոցներով բացարձակ անարդարացի, այսինքն ինչպես կարելի է սպառնալ մի ժողովրդի մի բանի համար, որ ընդհանրապես ուզում է անկախ ապրել։ Հասկանում եք, նրանք դուք նկատել եք, որ որքան ըստեղից շատ հաճախ մեր մեկնաբանները, վերլուծաբանները ասում են, որ սա նեոկայսրական քաղաքականություն է նորից մի օր լսել եք Ռուսաստանից դա հերքեն։ Ես չեմ լսել, որ ասեն չէ, տենց բան չկա, ինչ եք ասում, բոլորս հավասար, մենք գիտեք, սենց ինքնիշխան երկրներ, մեր նպատակը գործընկերություն։ Մի անգամ լսել եք, որ հերքեն, որ ասեն չէ, մենք նեոիմպերիալիզմի, նեոգաղութացման մասին մտքներովս չի անցնում, այս ինչ եք ասում։ Այն պարագայում, որ նրանք արձագանքում են բոլոր մակարդակներում եւ պատրաստ են ասենց ուղղակի պատրել մեզ մեջտեղից փոքր սայթակման համար։ Երբեք ես չեմ լսել, որ նրանք հերքեն այս նեոկայսրական իրենց նկարտումների մասին մեր պնդումները, որոնք իրավացի են 100%-ով։ Եվ այն, որ Ռուսաստանը հիմա դիմում է ծայրահեղ մեթոդների, ինչ ախպերություն, ինչ բարեկամություն, ինչ գործընկերություն, դաշնակիցները իրար հետ այդպես չեն վարվում։ Սա բացահայտում է եւ ոչ միայն դիմակներն է պատռում, այլ ուղղակի ինձ թվում է մեր ժողովուրդը արդեն կհասնի այն մակարդակի, որ ասի մի բան արեք, մեկ ընդմիշտ ազատվենք եւ բոլոր մակարդակներում։ Չէ, կարծում եմ, որ արդեն բավականաչափ փաստեր կուտակվել են, թե բացահայտումների տեսքով, թե ակնհայտորեն գովազդի վրա արդեն ընտրությունների ժամանակ ծախսված գումարը գերազանցող գումարի տեսքով, թե վարած քաղաքականության բուն բովանդակության առումով, որ որոշ կուսակցություններ համենայն դեպս գոնե ուժեղ Հայաստանը պարզապես ընտրություններին թույլ չտրվի մասնակցել, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն այդ հիմքերը ստեղծում է։ Օտարերկրյա ծագում ունեցող կապիտալով քաղաքականություն Հայաստանի Հանրապետությունում չի կարելի անել։ Ես բերեմ նաև Մոլդովայի փորձը, բերեմ Բուլղարիայի փորձը, բերեմ Ռումինիայի փորձը, ամենաթարմ օրինակը Հունգարիայի փորձը։ Այս բոլոր երկրներում Ռուսաստանի Դաշնությունն հիբրիդային պատերազմը, որ հիմա վարում է Հայաստանի Հանրապետության դեմ, բուռն ծավալներով, երկրի չափերից ելնելով շատ ավելի մեծ, ասենք, գումարներ ներդնելով կամ հիբրիդային պատերազմի միջոցներ ներդնելով վարում էր եւ տանուլ տվեց։ Ես կարծում եմ, որ դա կլինի ճիշտ քաղաքական որոշում։ Իհարկե աղմուկը կլինի շատ, ղժոց, պժոց, բայց ավելի լավ է դա, քան ընտրություններում խայտառակ ելք, երբ խորհրդարանում կհայտնվի
ներմուծելով, ներարկելով մեր համակարգի մեջ նա կարող են դա անել։ Եկեք ազնիվ լինենք այս հարցում։ Ես կգերադասեմ, որ հենց այսօր երկուշաբթի օրենքը կիրառելով, հիմնվելով մեր օրենքի վրա արգելվի նշված կուսակցության մասնակցությունը, ինչպիսի սկանդալ էլ դա հարուցի թե ներսում, թե դրսում, իսկ դուրս ես նկատի ունեմ Հյուսիսում, ինչպես էլ որոշ Սկանդալ լինելու է մեր Ռուսաստանի Դաշնությունը։ Ավելի լավ է դա այդ փոթորիկը գանցնի, բայց մենք ունենանք հանգիստ, հանդարտ ընտրություններ, թող էլի մասնակցեն ռուսամետները, ի վերջո մենք իրոք ժողովրդավար երկիր ենք հիմա, մի խումբ մարդիկ մտածում են այս կերպ։ Պետք է հասկանալ, որ դա այն մարդկանց խումբն է, որոնք Ռուսաստանում որպես կանոն ունեն երկրորդ ընտանիք։ Դա գաղտնիք չի։ Բիզնեսից բացի, այսինքն այդ մարդիկ ճղվում են երկու երկրների միջև Հայաստանի եւ Ռուսաստանի։ Բավականին նայած սպասիր ինձ ծրագիրը հանրայինի հեռուստաեթերում։ Լրիվ Եվ այդ ամեն դուք ինչ հասկացաք։ Այսինքն բոլորը հասկացան։ Հիմա այդ մարդիկ ինչ որ իմ կարծիքով նույնիսկ պատանդ են, որտեվ ես մի րոպե չեմ հավատա, մի րոպե, դա Աստված ինձ ների, մի րոպե չեմ հավատա, որ նրանք իրոք կարծում են, որ ռուսական ուղին զարգացման միակ ճիշտ ուղին է։ Մենք նայեք այդ երկրին։ Ռուսաստանը միակ գերտերությունն է, որը չի արտադրում մեքենա։ Միակ գերտերությունն է, որը չի արտադրում ինքնաթիռ։ Միակ գերտերությունն է, որը ունի թեթև արդյունաբերություն, որը ունի ժամացույց, զենք չեմ ասում նա, ոչ մի բան չունի, չունի գյուղմթերք, որը կարող է այդ հսկայական երկիրը կարող է ամբողջ երկրագունդը կերակրել, ցորեն են առնում։ Եվ ինչ որ մեկը են խելացի մարդիկ, որոնք կրթված են, որոնք աշխարհ են տեսել տարին 3 անգամ հանգստանում են դրսում, պիտի ինձ համոզեն, որ ճիշտ է Ռուսաստանի հետ լինելը, որովհետև Ռուսաստանը տանում է զարգացման, կներեք, չէ, չեմ հավատում։ Ուրեմն գնում եմ Միքայել հետ հեռվից եմ նայում։ Ինչն է ձեզ այնտեղ ձգում։ Կամ ընտանեկան կապերը, կամ փողը։ Կամ սեր, կամ փող։ Տիկին Անահիտ ուրիշ բան էս կյանքում չկա։ Ֆինանսներ եւ սեր։ Այո։ Այդ գնահատականով ինչը պետք է հունիսի 7-ի ընտրություններում ուղղորդի միջին վիճակագրական ընտրողին։ Ինչ գլխավոր հարցի պետք է ընտրողը գնա եւ քվեախցիկում ընտրություն կատարելով պատասխանի։ Արդյոք մենք միայն իշխանություն ենք ձևավորում ընտրություններով, թե մենք շատ ավելի մեծ քաղաքակրթական, էգզիստենցիալ ընտրություն ենք կատարում, որով պայմանավորվելու է թե առաջիկա, ընդհանրապես առաջիկա 5 տարիների մեր կյանքը, այլև շատ ավելի մեծ ընտրություն։ Եվ նաև հարցի երկրորդ մասը ձեր թույլտվությամբ ամենայն դեպս լինելով հանրապետություն կուսակցության անդամ, ես կարծում եմ, որ ստեղծված պայմաններում, այ հենց հիմա ստեղծված ներքաղաքական պայմաններում, արտաքին քաղաքական պարտադրանքի պայմաններում, խորհրդարանում գերանհրաժեշտություն է դառնում հանրապետություն կուսակցության ներկայությունը, որովհետև եթե քաղաքացիական պայմանագիրը, որը հավակնում է հավաքել 50+1 եւ ամենայն դեպս շանսերը ունի իր 50+1-ը հավաքելու, հայտնվում է խորհրդարանում ունենալով մեծամասնություն եւ խորհրդարանում հայտնվում են բոլոր այդ հավաքական Կրեմլի վկաները, ստացվելու է, որ մենք շատ ավելի ծանր վիճակում ենք լինելու, քան 2021-ից 2026-ը եւ պարտադիր պետք է լինի մի ուժ, իսկ այդ ուժը այսօր օբյեկտիվորեն դաշտում հանրապետություն կուսակցությունն է, որը կկարողանա քաղաքացիական պայմանագրին պարտադրել հրաժարվել իր հավասարակշիռ քաղաքականությունից, այսինքն կփորձի եւ կջանա եւ կդրթի երկու աթոռից իջնելու վերջապես նստել ինքնիշխանության աթոռին, ոչ թե տեր փոխել, այլ Հայաստանի Հանրապետությունը դիտարկել իբրև տեր, իշխանություն, ժողովուրդ տեր դիտարկել եւ ինքնիշխանության դիրքերից, ազգային շահի, պետական օրակարգի դիրքերից քայլեր անել։ Դա պետք է լինի, ես կարծում եմ, ընտրողի գեր խնդիրը ապահովել իր երկրի ինքնիշխան զարգացման հնարավորությունը, ապահովել անվտանգությունը, ապահովել, որ այսուհետ եռաբլուրը չմեծանա, ապահովել ամենայն դեպս տարատեսակ տերերից չկախվածության երաշխիքը։ Ձեր գնահատականը։ Ես եթե թույլ կտաք, այսպես մի քիչ գուցե բարձր հնչի, բայց
Ես կարծում եմ, որ այս տարվա հունիսի 7-ի ընտրությունները դրանք մեր Ռուբիկոնն են, որը մենք պետք է հատենք։ Վիճակը նետված է։ Նետված։ Ալի աջակ տես։ Այո, ինչ իմաստով։ Մեր ամբողջ հանրությունը, ամբողջ աշխարհի հայությունը պետք է գիտակցի, որ մենք եվրոպական ժողովուրդ ենք։ Ամբողջովին, սկսած մեր ալֆաբետից, մեր հավատքից, մեր էպոսից, մեր ամեն ինչից։ Մենք եվրոպացի ենք։ Բախտի բերմամբ թե պատահմամբ մենք հայտնվել ենք տարբեր ոչ քրիստոնյա Հարևանների շրջապատում կայսրությունների կազմում, բայց դա մեզ ոչ մի թիզ պակաս, ոչ մի գրամ պակաս քրիստոնյա չի դարձրել։ Եվ պարսիկների օրոք ենք մենք մնացել քրիստոնյա եւ դրա համար զոհվել ենք։ Եվ Օսմանյան կայսրությունում մենք մնացել քրիստոնյա այդ աներևակայելի ճնշող մթնոլորտում։ Մենք եղել ենք եվրոպացի ոչ եվրոպական շրջապատում։ Հիմա մենք հնարավորություն ունենք տուն վերադառնալու, գնալ միտեղ, որտեղ մենք պատկանում ենք։ Մեր ժողովուրդը պիտի հիշի, հասկանա կամ մտաբերի, որ մենք եվրոպական քաղաքակրթության ստեղծողներից ենք, որ մենք քրիստոնյա հավատքի ոչ միայն ռահվիրաններն ենք, այլև պահապանները, որ մեր տեղը Եվրոպան է, դուր է դա գալիս, դուր չի գալիս, այսօր լավն է, Եմեն վատ վիճակում է, ՆԱՏՕ-ն փլվում է, դա մենք ենք, դա մեր ընտանիքն է։ Եվ եթե ինչ-որ բան է կատարվում, մենք պիտի մասնակցենք, մենք պիտի լինենք մեջտեղում։ Նորից, որովհետև մենք եվրոպական ոչ միայն ընտանիքի մաս ենք, այլ հիմնադիրներից ենք այդ քաղաքակրթության։ Եվ դրա հետ վիճելն անիմաստ է։ Նրանք, ովքեր համարում են, որ մեր ապագան Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղստանի, կներեք, էլի ինչ եք կարծում, ես բելգիացու հետ ավելի շատ բան ունեմ խոսելու, թե Ղրղազի։ Ամենայն հարգանքով։ Վստահաբար։ Ամենայն հարգանքով։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, արդյոք Ղազախը իմ հետ ավելի շատ բան ունի խոսելու, թե արաբի հետ, կամ նույն Ղրղազի հետ, կամ մոնղոլի հետ։ Սրանք տարբեր քաղաքակրթություններ են եւ ինչպես փորձը ցույց է տալիս, կյանքը ցույց է տալիս, մուլտիկուլտուրալիզմը միշտ չի որ աշխատում է։ Եկեք ամեն մեկս մնանք, ինչպես ասում են, մեր շրջապատում, մեր ընտանիքում։ Այդ իսկ պատճառով հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է գնա եւ ընտրություն անի հանուն եվրոպական մերձեցման։ Եվ դա կարող է անել նաեւ Հանրապետություն կուսակցությունը, որը հայտնվելով խորհրդարանում վստահ եմ կներկայացնի ծրագրեր, որոնք իրականալի են, ճանապարհային քարտեզ, որոնցով պետք է շարժվել, ինչը մեզ ել ավելի կմերձեցնի, չեմ ասում առայժմ կդարձնի Եվրամիության անդամ, բայց ամբողջ աշխարհը կհասկանա, որ նոր աստղ է ծնվում քաղաքական երկնքում, եւ այդ աստղը Հայաստանն է, որը վաղ թե ուշ, երանի վաղ, դառնա Եվրոպայի ընտանիքի լիարժեք անդամ։ Մեր հանրությունը հունիսի 7-ին պետք է ընտրի հանուն Եվրոպայի։ Մենք այլ ուղի չունենք։ Եվ ոչ թե դա որպես այլընտրանք չունենք, այլընտրանքներ կան միշտ։ Ինչպես գիտեք, ցանկացած իրավիճակից կա առնվազն երկու ելք, բայց մենք պետք է գնանք այնտեղ, որտեղ մենք ծնվել ենք եւ որտեղ ապրել ենք եւ որտեղ մինչեւ ժամանակների վերջը պիտի լինենք։ Մենք պիտի լինենք Եվրոպայում։ Մենք ենք Եվրոպան։ Եվրոպան հենց մենք ենք։ Շնորհակալ եմ։ Ձեր թույլտվությամբ անցնենք բլիցին։ Սիրով։ Ձեր գնահատականով ով է միջին վիճակագրական հայը։ Ցավոք չեմ կարող ասել, որ բարձրագույն կրթություն ունեցողն է, բայց առնվազն ավագ դպրոց ավարտածը, որը գլուխը կախ աշխատում է։ Այսպես։ Ինչ գիրք կա ձեր գրասեղանին, որ բարբերաբար վերընթերցում եք։ Սամյուել Հանտինգտոն, քաղաքակրթությունների բախումը։ Եթե հանդիպեիք Ուլիոս Կեսարին, ինչ կհարցնեիք։ Կհարցնեի պարտությունից հետո ինչպես բարձրանալ։ Քաղաքականության մեջ կարևորը սկզբունքներն են, թե անհրաժեշտ պահին դրսևորված ճկունությունը։ Ճկունությունը։ Հեռանալիս հեռացիր, թե կարելի է կամուրջները, պետք է եւ կամուրջները չայրել։ Չայրել։ Ինչից եք ամեն շատ վախենում։ Անկախությունը կորցնելուց։ Եվ իմ անձնական, եւ իմ երկրի։ Ձեր հարցը ինձ։
Ձեր իրատեսական գնահատականը Հայաստանը ԵՄ-ի անդամ երբ։ Ամենայն դեպս բոլոր հիմքերը կան, հաշվի առնելով նաև այն իրավիճակը, ինչ հիմա Եվրամիությունում է, հաշվի առնելով Եվրամիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները, Եվրամիության ընդլայնման հարևանության ծրագրում գտնվող երկրներին, ես կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորությունները ունենք մինչև 2032 թվականը Եվրամիության անդամ դառնալու։ Զարմանալիորեն ինձ եթե նույնը հարցնեիք, ես պիտի ասեի 5-ից 7 տարի։ Et voilà։ Ասված է։ Առաջ Աստված, Շնորհակալ եմ։ ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, այսպեսին էր այսօր հենման կետը։ Եվ ես չեմ կրկնի, թե մենք ինչ հարցերի պատասխանեցինք։ Բոլոր պետությունների կյանքում լինում են ժամանակներ, երբ ամենակարևոր հարցերին պատասխանում է այդ պետության քաղաքացին։ Այսօր եւ վաղը այդ քաղաքացին անձամբ դուք եք։ Մտածեք այս երկրի մասին։ Բարին ընձեզ։